Համազգային քվեարկությանը մնացել է ընդամենը 7 օր, եւ այս 7 օրը շատ բան կորոշեն։ Իհարկե պետք չէ գերագնահատել հայ ժողովրդի կատարած ընտրությունը։ Ի վերջո ամեն ինչ կորոշվի այլ կերպ, ամսի 7-ից հետո կլուծվի մեծ տերությունների ռազմորկանների արդյունքում։ Ըստ ամեն դեպքում մասնակցությունն անհրաժեշտ է, քվեարկելն անհրաժեշտ է, եւ ուղղակի զուտ իմ կարծիքն է, հայ ժողովուրդն ունի ընդամենը 2 ընտրություն, կամ Կարապետյան, կամ Քոչարյան։ Երրորդ, չորրորդը ինչ-որ Ծառուկյան, Սարգսյան, Վարդուշ, Լուսավոր Էդմոն, Թաթոյան, Արմոլ, Դոգ, Մոգ, Էլովկա, Սասնացոր, Բաբաջանյան Արման, ամենայն հայոց Պելերաստ, այդ երկուսից բացի այլոց ձայն տվողը նշանակում է կամ թշնամի է ժողովրդին, գիտակցված է դա անում, կամ ուղեղի տեղը Դարմանը կամ Յոնջա, որը հետագայում թուրք երեկի ջարդեն դրանց գանգատուփերը եւ կկերակրեն իրենց ոչխարներին, անասուններին, դե կամ բարոյականությունից եւ սկզբունքայնությունից դուր չարչիներ են, պարոն Գրձոյի կարգի, որոնց համար մեկ աղում է առևտուր կանեն, դա Անտարկտիդայի պինգվին է, թե Բաքվի կամ Ստամբուլի թուր։ Ինչևէ քվեարկությանը գնալ անհրաժեշտ է եւ կարծում եմ իմ կարծիքը ճշմարիտ է, հայ ժողովուրդը Կարապետյանից, Քոչարյանից զատ ընտրություն չունի կատարելու։ Ուրեմն այսօր մի փոքր գրառում եմ կատարել, որը շարունակական կլինի, մինչև ամսի 7-ը տվել եմ քրոնոլոգիան, սրա առաջ չարացի ես 8 տարվա մեջ, բոլոր դժբախտ դեպքերի եւ բոլոր հետագայում կանադառնալային դժբախտություններին, որոնք սա բերելու է այս ժողովրդի գլխի։ Եվ քանի որ հարցը շատ էական է եւ շատ կարեւոր է, որոշեցի նաեւ եթերի միջոցով ծանոթացնել իմ հետևորդներին այն մասին, թե ինչ եմ ես մտածում սրա հարաց-չարացի մասին։ Ուրեմն 18 թվականի, Չարաբասիկ 18 թվականի մայիսի 8-ին սա ընտրվեց Ժող վարչապետ։ Ամսի 14-ին մայիսի ջանդնվեց Սոչի երաթանայերկրների հավաքին, որտեղ ծանոթացավ Պուտինի եւ մյուսների հետ։ Սրան շատ ջերմ ընդունեցին եւ Սերժ Սարգսյանը, շնորհակալ լինենք նրան, թույլ տվեց մեզ իմանալ, թե իրականում ինչ են խոսել Սոչիում, որն էր այդ հանդիպման առանց։ Ուրեմն ըստ Սարգսյանի հրապարակած գաղտնալսմանը սրան ասում են, թե այդ տղա, արի այս հարցը լուծենք Արցախի։ Սերժը չէր կարողանա հաստատանել, Սերժը չուներ հանրային հնարան, դու ունես, արի վերջապես այս հարցը լուծենք, Ալիևը մոռացել է Ղարաբաղի մասին, արի Ալիևի 5 շրջանը տուր, այն երկուսը պահի քեզ, Քերբաջանն ու Լաչինը, դե մենք մեր զորքերը կմտցնենք, 100% խաղաղություն կապահովենք, լուծի այս հարցը պրծի։ Սա այս մասին պատմում է իր ընկերուհին, իր շրջապատում, իր նեղ շրջապատում, եւ ասում է «Փեզախպետ, ես գժիտել դրես, ես ոնց տես բան անեմ»։ Գժականս միացրեցի, ու տենց այն Արկադի Ռայկինը բան ունի, չէ՞, մի հատ լավ փոքր ֆիլմ ունի կարճամետրաժ, «Запустим дурочку»։ Սովետական սերունդը պետք է հիշի, երբ մի կոռումպացված սովետական դիրեկտորի, մեծ գործարանի դիրեկտորի, իր գործընկեր գործարանը հեռագրում է, թե նասոսներն ինչ եղան, հալագացել է, այս կողմենքում չեն կացնում, բենզիցե մինիստրությունն աղում, այս այ համ նասոսի փողն է լապ է, համ չունի նասոս տալու, սարքելու միտք է չունի, դե ասում է «Запустим дурочку» եւ հեռագրում է գործընկերներին, թե այնտեղ
Սիդրով կատապուլտիրով կուրը դոխլի է սպոմենքում, ուսես գժականը միացնում է, վերջերից մարդկանց էլ ինֆարկտի հասնում։ Եվ սա նույն բանը անում է Պուտինի առաջարկի հետ։ Ասում է գժականս միացրի, իսկ իրականում ինչի ինքը ստիպված եղավ գժական միացնելու, որովհետև ինքը եկել զեկուցել է իր վերադասներին Վաշինգտոն, թե Պուտինին ցենց բան է ասում, ինչ անեմ, նրանք ասում են, թե չէ, տղա, դու տալու ես 7 շրջանը պլյուս լղիմը, Լեռնային Ղարաբաղը։ Դե հիմա դու ինքդ մտածի ոնց ես տալու, պայմանավորված պատերազմով Ալիև ախորը, թե Պախարոժովը, շուշ, ստորագրությամբ։ Տեսա, վերջը թե ինչպես տեսանք, ինչպես կյանքը ցույց տվեց, նախընտրեց պատերազմը պայմանավորված, որը իր վրա ավելի էժան նստեց։ Այս մասին ես երկրի նախին ղեկավարներին ասել եմ, որ սա դեռ մինչև պատերազմը իհարկե ասել եմ, որ սա Ղարաբաղի գլուխը կուտի կտական պայմանավորված պատերազմով կամ ստորագրությամբ իմ վրացի ծաղում էին, թե դա հնարավոր չէ, կամ գլուխը քարին կտա, թե հիմա որ գլուխը քարին տվեց պատերազմ։ Հետո ամսի հունիսի արդեն երկրորդ կեսերին սա սկսեց նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումը, լակոտ լուկուտները իմ շատ կեղտոտ Բարսեղյան Լևոնատիպ մի հատ լենականցու գլխավորությամբ Վերանով կուպասրին, այն Օսիպյան Վալերիկն է ոստիկանապետ էր, կանգնել էր աղոթած գարի պես, թե բայ ես ինչ անեմ, մարդիկ խաղաղ ակցիա են անում, մտել են մարդիկ ուրիշի տուն, ուրիշի սեփականություն, զավսել են, դուրս չեն գալիս, ասում է, դե ես ինչ անեմ, խաղաղ են իրանք, բան չեն անում։ Դա էլ Օսիպյան Վալերիկը, որը իր արևին մի ընդդիմադիր է դարձել ժողովարդապետ Փաշինյանին։ Եվ այդ ժամանակ արդեն գոնե ինձ պարզ էր, որ սրա հանձնարարությունների ցանկի մեջ, որը ինքը պարտավոր է կատարել ժողովարդապետի պաշտոնում, մտնում է նաև հայ առաքելական եկեղեցու լիկվիդացիան եւ տարիների ցույց տվեցին, որ այո, նա անելու է դա։ Այդ process-ը նա մեկնարկեց, այսինքն վերամեկնարկեց արդեն 25 թվականի մայիսին, մի ամիս առաջ, եւ հաջողությամբ շարունակում է եւ անպայման հայ ժողովուրդը կզրկվի իր առաքելական եկեղեցուց, Էջմիածից կզրկվի Մայրաթորից, եթե սա վերընտրվի։ Հետո նույն 18 մայիսի վերջին, թե արդեն հունիսի սկզբերին սա հանձնեց Նախիջևանի բարձունքը Ալիևի գաղտնի պայմանավորությամբ։ Ինձ գոնե պարզ դարձավ, որ սա ունի գաղտնի կոնտակտ Ալիևի հետ, որովհետև ոնց կարող անստած տեղը մարդը բարձունք վիճի։ Դե ուրեմն այդ մարդիկ կապի մեջ եղել է, չէ՞։ Եվ սա արդեն պետք է ազդակ լիներ շատերի համար, որ սա շատ մեղմ ասած հողտվող է։ Սա վտանգավոր է սրան պահելը։ Քանի որ հայ գեներալիտետը բացարձակ բաղկացած է պրապորշիկներից, լավագույն դեպքում, ոչ ոք զեն չանեց, այս մասին առաջին անգամ խոսեց Հակոբյան Մոսիկը, այն պեդերաստ աղքի Գրիգորյան Արմենիկյանին, արդեն պատերազմից հետո, երբ հսկայական ունեցվածք էր կորցրել Ղարաբաղում, հազվտում իր եղած չեղածը մնացել էր, կորցնելու բան չուներ, դե հայ պրապորշիկի համար իր փողից տան բան չկա, արդեն սկսեց ազնվորեն ներկայացնել եղելությունը։ Հետո, ինչ արեց սա։ Եվ հետո վրան չէր առում, դե ասում է չէ, мне виновата, я банкам, я не такая, я ждала трамвая, ոչ մի դիրք չի հանձնվել, բայց դե գիտեք ինչ կա։ Հիմա շատ բան կարելի ասել, բայց դե որքանով է դա իրականության համապատասխանում։ Հետո սա սկսեց իր բանակցային գործընթացը եւ լոպազանում էր, թե ես իմ զրոյական կետից եմ սկսել, ես փաթաթ ունեմ թե Սարգսյանի բանակցածը, թե Քոչարյանի իմ զրոյական կետից եմ սկսել, լրտիաբար ազգային ժողովում հայտարարում էր, թե ինչ ուզում բանակցում ենք, ձեր ինչ գործն է, բան ես կոմենքում։ Եվ գործը հասցրեց պատերազմի։
Մենակ Էշը հիմի կարող է ասել, որ պատերազմը պայմանավորված չի եղել։ Մենակ Էշը կարող է դա ասել կամ գրանտակերը, որը ասում է, դե չէ, դες բան չկա, մենք ուղղակի պարտվել ենք, որովհետև նախկինները թալանել են, լապել են բանակը, Ալեքսանյան Վահագի պես տրին առանց Տրուսիկ են թողել, Սիմոնյան Ալենի պես Գելու Գազան ազգային ժողովի նախագահին էլ սոված են թողել, ասում էր չէ, Սիմոնյան Ալենը, թե ծնողները ուտելիք էին բերում, ես էցիոմնի ուտում էի, որ ընկերներս չտենան, դե լավա գոնե իր բարոյական կերպարն էլ ավազարետում էլի, որովհետև զինվորը, ով բայց զինվորը գոնե ուտելիքը պետք է մենակ չուտի, վերջը խարամատում ընկերներ ունի, չէ։ 10-20 թվականի, արդեն սրա 2 տարի բանակցելուց հետո Զորաբյան, Զորիկ Մնասականյան կար, ասում են Գելու Գազան դիպլոմատ էր, պրոֆեսիոնալ, հա, իրը գրագետ տղա էր, փայլուն խոսում էր թե անգլերեն, թե ռուսերեն, սովետական միմոն էր ավարտել, այն ժամանակ ՄԳԻՄՈ չէր, միմո էր կոչվում, Մոսկովսկի ինստիտուտ Մերնարոդնի խատնաշենի, ընդունակ տղա էր, բայց գիտեք, ընդունակությունը, մարդու տաղանդը, կրթվածությունը չի ազատում նրան Էշ լինելու կամ անսկզբունքային անբարոյականի մեկը լինելու իրավունքի։ Ուրեմն ինչ է անում սեպտեմբերի 25-ին այդ տաղանդավոր հռչակավոր Զորիկի հիմնարկը։ Սա մեծ հայտարարություն է տարածում, թե մենք դադարեցնում ենք Ադրբեջանի հետ բանակցությունները, քանի որ մենք դեմոկրատական երկիր ենք, իսկ Ադրբեջանը տոտալիտար երկիր է, մինչև Ադրբեջանում չլինի ժողովրդի իշխանություն, մեր նման մենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցերով չենք խոսում։ Ուրեմն սրանից լավ պատերազմի հրավեր չի կարող լինել։ Այսինքն 2 օր առաջ պատերազմից սա ուղղակի բացարձակ իրավունք է տալիս Ալիևին պատերազմել։ Մարդը ասում է դու տոտալիտարիստ ես, ես դեմոկրատիստ եմ, ես քո հետ չեմ բանակցել։ Ինչևէ պատերազմը սկսվեց։ Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի նախագահ Պուտինը փորձում է պատերազմը դադարեցնել եւ շատ փորձեր է կատարել, սա միշտ մերժել է։ Ուրեմն պետք է հիշել, եւ սա շատ հատկանշական է, սա երբեք օգնության չդիմեց Ռուսաստանին եւ հապկին։ Այսինքն ինչ օգնության դիմի, բա որ ասված չանի ռուսները զորք ուղարկեին։ Ռուսները մտնեին պատերազմի մեջ, ինքը իր խազայինային ինչ էր ասել։ Բացարձակ։ Այնուամենայնիվ, Պուտինը սրան զենք ուղարկում էր։ Շատ գործեր եկան Երևան, դա անձամբ ես եմ տեսել դիմավորել դրանցից մեկը թե երկուսը, բայց Ղարաբաղ կռվող բանակին զենք չէր հասցնում։ Այդ մասին մենք իմացանք, դու նախ մենք գիտեինք, բայց դրա փաստը նա, որ այս մասին ասում է նախագահ կոչված Հարությունյան Արայիկը, այնտեղ տղեկից մեկին նախին դեպուտատ Իսրայելյան Ռուսլանին, ասում է թե բանով է, անցենզուր հայելով է, ասում է ինչ անեմ, զենք չի ուղարկում, վաղակրակելու բան չի ունենա։ Հետո նոյեմբեր ամիսն եկավ, Շուշին անկման վտանգի տակ էր, եւ դրանք արդեն սկսեցին մտածել ընդհանրապես Ղարաբաղի ամբողջությամբ հանձնելու մասին, այդ մասին էլ իմացանք, էլի գաղտնալսում կար, Բաբայան Սիամոն ասում է, թե շատերդ եք լսել, թե եկեք ռուսներից բան անենք, խնդրենք օդը փակենք կամ մեսի ինչ անեն, մենք ժողովրդին դուրս անենք Ստեփանակերտից, Բիրիկով անենք սա Ղարաբաղը թողնենք ան։ Այդ պահին ինչ է անում Վլադիմիր Պուտինը։ Պուտինը դեպքում այս երկուսին երևի շատ կոպիտ բան է ասում է վերջացնում եք պատերազմը, ես իմ զորքը մտցնում եմ Արցախ, թույլ չեմ տա Արցախի վերջնական կորուստը։ Եվ ամսինին սրանց հետ վիրտուալ թուղթ է ստորագրում մայիսինի հաստատուղթը, ռուսական խաղաղապահները մտնում են Արցախ, փրկում են այն ինչ ժողովարդապետը չէր հասցրել խուրդել եւ սկսվեց նորմալ կյանք։ Բացի տարածքային կորուստներից կյանքը վերականգնվեց, Ղարաբաղցի կազալդալի գնում էին Հայաստան, մենք գնում էինք Ղարաբաղ եւ 5 տարի
Արցախը այդ ռեժիմով ապրել, մինչև տեսնային 5 տարուց ինչ կներ։ Մինսկի խումբը շարունակում էր գործել, Ղարաբաղը աշխարհը համարում էր վիճելի տարածք, ոչ մի երկիր աշխարհի, անգամ Թուրքիան, որպես Մինսկի խմբի անդամ, չէր ճանաչում Արցախը Ադրբեջանի մաս։ Դա արեց Հայաստանի ժողով վարչապետը։ Այլապես կիմաստազրկվեր Մինսկի խմբի գործունեությունը, որի հիմնական առաքելությունը Արցախի ինքնորոշումն էր, թե որ կողմ դա արդեն էական չէր։ Նորից կրկնեմ։ Փաշինյան Նիկոլը խափում է բոլորին, ասելով թե ողջ աշխարհն էր ճանաչում Ադրբեջանի մաս, սուտ է, դա տգեց սուտ է, չի եղել այդ բան, անգամ Թուրքիան Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս, դա առաջինը ինքն է արել, Արցախը վիճելի տարածքի կարգավիճակ ուներ, դրա համար ստեղծվել էր Մինսկի խումբ, որ Արցախի ինքնորոշման հարցը լուծեր։ Այն որ սա հետո Պուտինի գրպանն է փորձում ասել, թե ես ձեզնից հետո եմ արել, դա էլ է սուտ։ Պուտինը տես բան չի ասել։ Պուտինն ասել է, այս տարածի հիշում եմ, բոլորդ կարող եք ինտերնետում նայել, ինչ ասել Պուտինը։ Պուտինն ասել է, согласно международному праву, Карабах является составной частью Азербайджана. Это չի նշանակում, որ я признаю Карабах составной частью Азербайджана. Բայց չեն ասել, ոչ Կարաբաղ, դու ինչ գործ ունես Մինսկի խմբի մեջ։ Կամ ինչ գործ ունես Լուսնի տակ Մինսկի խումբը, если ты признаешь. Это. Այսինքն ամսի 20-ին, 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքը մինչև 25 թվականի նոյեմբերի 9-ը անելիք չուներ։ Ամեն ինչ որոշված էր իր Պուտինի եւ Ալիևի ֆենդու միջև, ինքը պետք է նստեր իր պարտավորությունների մասը կատարեր, նա իր մասը։ Այդ ամեն ինչի արբիտրը երաշխավորը Ռուսաստանն էր, ինձ իր նախագահի։ Բայց սրանք հազարությունը կիսատ են թողել, պետք է Արցախը ամբողջությամբ հանձնեն եւ հայաթափեն։ Ինչ են անում։ Սրանք սկսում են նախ հակնարկում է, որ խաղաղության պայմանագիր, արա ինչի է դու խաղաղության պայմանագիր ստորագրում։ Այդ Ադրբեջանը որ պարտվեց 94-ին, մի անգամ ծրտուն հանեց խաղաղության պայմանագրի մասին, կամ չպետք է ընդհանրապես ինչ ասել է խաղաղության պայմանագիր։ Դու ինչի ես պարտված քեզ ճանաչում աշխարհի առջև։ Դու կապիտուլյացիա չես ստորագրել, Հայաստանը որպես պետություն պատերազմի չի մասնակցել։ Այլև ես էլ նշեմ, որ ոչ մի օգնություն Հայաստանից Արցախ չգնաց, ոչ մի զորամաս չտեղափոխվեց ռազմի դաշտ։ Այսինքն Արցախի եղած զինուրն է 44 օր կռվել։ Այսօր դա հիմարություն է, սովետական միության եւ Գերմանիայի միջև չկար խաղաղության պայմանագիր։ Ռուսաստանը առայժմ Ճապոնիայի չունի խաղաղության պայմանագիր, դա ինչ հիմարություն է, ինչի ես քո վրա վերցնում պարտված կողմի բանը ճակատագիր, հա? Չէ, վերը 5 տարի ապրի, բայց չի կարող 5 տարի ապրել, հազարությունա պետք է կատարել, չէ, անգլոսաքսերն են ասել, որ Արցախը պիտի տաս, որովհետև Թուրան պիտի կառուցվի, Լեն ժամանակ Թրամփը, չէ, Թրամփն է նախագահը, բայց Թուրանի մասին ոչ չկար, որովհետև ստենսնես։ Մարիա Զախարովան ասեց, сейчас не время, իսկ Մարիա Զախարովան դա Սերգեյ Լավրովի բերանն է։ Сейчас не время для Армении и Азербайджана говорить о мирном договоре. Սրանք չէ, մենք ուզում ենք։ Դե Ռուսաստանը չի կարող ասել, թե չէ, դուք պետք է բանը չանեք, դուք պետք է բանացեք չստորագրեք, որովհետև կասեն, դե Ադրբեջան, այս երկու հոգին ուզում են ախպերություն անեն, դու չես ուզում։ Ռուսներն ասեն, լավ, ստորագրեք այդ խաղաղության պայմանագիրը։ Բայց պայմաններ դրվել անձամբ Պուտինի կողմից, որ Ադրբեջան, Ղարաբաղը կթողնենք մի կողմ, Ղարաբաղ չի իշատակվի այդ տեքստում, այդ պայմանագրում, այդ կթողնենք գալիք սերունդների վրա։ Բայց սրանք այլ բան արեցին, սրանք ստեցին բանակցել Եվրոպաները, օրինակ ես այդ ժամանակ տագնապ բարձրացրի, թե երկրի նախկին իշխանավորների, թե իմ ընկերների բոլորի մոտ, ես ասել եմ, դուրս չի գալիս, սրա Եվրոպա քարգալ է, ինչ գործ ունի ինքը Ալիևի հետ, Միշել Շարլի, թե Շարլ Միշելի հետ, կամ Մակրոն Նովաստը։ Այդ ինչ ես դու նրանց հետ խոսում, որ չես կարող Պուտինի ներկայությամբ խոսել, ուրեմն վատ բան ես խոսում, չէ՞։
Բան ունես Ալիևին ասելու արա, գնա Մոսկվայում հանդիպի Պուտինի հետ, ասա Ալիևը խելոք իր բոլոր պարտավորությունները կատարում էր։ Ինքը չէր կարող մի ստորակետ բան ուներ, շերվեր։ Չէ, սրանք ստեցին Բրյուսել, հետո այս կոմենքում գործը հասցրին Պրագային։ Պրագայի այդ դավադիր փաստաթղթի մասին ես իմացել եմ Սերգեյ Լավրովից։ Լավրովն ասում է հետևյալը։ Նախ կրկնում է Պուտինի ասածը, ասում է, որ մենք իրանց պարտադրել ենք, ասել ենք, որ Ղարաբաղի հարցը ձեր պայմանագրից հեռու կպահեք, դա կթողնենք գալիք սերիների որոշելիք հարց։ Դուք հիմա գնացեք խաղաղություն արեք ձեր ճաշակով։ Սրանք Պրագայում այդ ստորությունն անում են, հետո Միրզոյան Արոնն է ասում, դե գիտեք, մենք դեմ չենք, որ Ռուսաստանն իր առաջարկությունը պաշտպանի։ Լավրով պատասխանում է, հետո դու գիծ չես, ոնց է։ Մենք պայմանավորվել ենք, մեր դունամի всё решено։ Վայլե սագլասնա, Ալիև սագլասեն, որոշել են, դու ստորագրում ես, մեր գլխից թռնում ես, հակահայկական ամենախայտառակ բանն է ստորագրում, հայ ժողովրդի պատմության մեջ երբեք Հայաստանի ղեկավարը այդպես հակահայկական դավաճանական թուղթ չի ստորագրել, որը դու ես ստորագրել։ Հետո ասում ես, դե հետո Միրզոյան Արոն մարդարանում է, թե Ադրբեջանը չհամաձայնվեց, մենք ինչ անենք։ Ադրբեջանը գլուխը քարը տվեց չհամաձայնվեց, դա էլ է ասում Միրզոյան Արոն, Աբաջան Գոհարի մարդը։ Ադրբեջանը քանի գլխանի է չհամաձայնվի։ Պուտինի ասացին այն դեպքում, երբ Պուտինի զորքերը իր տարածքում են։ Ի վերջո Ադրբեջանի նախագահը ինչ չի, լակոտ չի գոնե։ Եվ դրանից հետո էլի դիմեցի իմ ընկերներին, ասեցի, սրա արածը իրոք կատաստրոֆա է, թե բա դե լուրում ընդունի ման ասում մարը, եկեք սրն դատենք։ Դիմենք և գլխավոր դատախազին, և դատարաններ Թել Ավիվից ինչ է ստորագրել արա։ Ոնց թե դու ինչ գործում ես նախ Ղարաբաղի հետ։ Դու Ղարաբաղը քոնը չէ, դու չես ճանաչում նրան քոնը, դու ինչ իրանք ունես։ Գնա իր բանը Անտարկտիդայի ինչ-որ մի պիգվիների մասով ինչ-որ մի թուղթ ստորագրի, դու ոչ մի բան չունես, դու Ղարաբաղի ինչ-որ ապագա ճակատագիր որոշել։ Դե լուրում ընդունի, դե ոչինչ ես կոմենտում։ Հետո ինչ եղավ, հետո Պուտինը այս մասին շատ քիչ է խոսել, շատ քիչ է լուսաբանված, ես փորձեմ այդ բացը փոքր-ինչ լրացնել։ Պուտինը վերջի փորձն է անում Արցախն ու արցախահայության փրկելու։ Ինչ է անում, նա առաջարկում է, Մոսկվայից առաջարկ է գալիս Հարությունյան Արայիկին, Ղարաբաղի ղեկավարությանը, թե դուք դիմեք մեզ, մեր կազմ մտնելու համար։ Մենք դա պարզա չենք անի կամ հիմա չենք անի, բայց մենք ձեզ ողջ բնակչությանը կապավենք ռուսական ազնագրերով։ Այդ Արայիկ կոչվածի, նախագահ կոչվածի խորհրդականներից մեկը ստեղ Երևանել է ասում, դրա անունը չեմ ուզում տալ, թե այ ախպեր բանը Մոսկվայից մեզ սենց բան են ասում, Արայիկը չի իմանում ինչ անի, Նիկոլը դեմ է։ Նիկոլը իհարկե դեմ կլինի։ Ինչ արեցին, Ալիևի հետ համատեղ բլոկադա կազմակերպեցին։ Իդեպ այդ անձնագիր ստանալու պրոցեսը մեկնարկեց տարերային։ Սրանց բլոկադան հենց այն մասին էր, նրան են նույնված, որ Երևան եկած Ղարաբաղցին Ռուսաստանի դեսպանատնից անձնագիր ստացած Ղարաբաղցին չվերադառնան Արցախ։ Այդ մարդիկ բոլորին բաց էին թողնում, բայց հետ չէին թողնում, չէ։ Ինչևէ, կազմակերպեցին այդ բլոկադան։ Հետո բացի այդ շուտով մենք շատ շուտով կիմանանք, ասված տա ամեն ինչ հաջող անցնես ընտրությունները։ Սա նաև Ղարաբաղը Ադրբեջան ճանաչելուց զատ այլ թղթեր էլ ստորագրել։ Մասնավորապես թուղթ ունի ինքը ստորագրած, որ ինքը ճանաչում է Արցախի բոլոր ուժային կառույցները, այնտեղ KGB-ն, ոստիկանությունը, բանակը, պաշտպանության բանակը, ապօրինի, այսինքն տերորիստական կազմակերպություններ։ Ոնց կարող է Ալիևը հանդուրժել իր երկրում, իր սուվերեն տարածքում ապօրինի զինված խմբավորում, ինչ էլ լինի դրա անունը։ Տեղի ունեցավ ամսի 23-ի, սեպտեմբերի 23-ի 23 թվականի
այդ փոքր ռազմական օպերացիան, որը հանգեցրել է Արցախի տոտալ հայաթափմանն է։ Այսօր շատ քչեր եք հիշել, սեպտեմբերի 19-ի սրա ուղերձը հայ ժողովրդին։ Մարդը տառացիորեն ասաց. ես գրիվ չեմ անելու Ղարաբաղի համար, մենք չենք ներքաշվի պատերազմ։ Հետո լինելով անբարոյական, գենետիկ անբարոյական, դե գրանտակերն ու գործակալի ինչ կլինի։ Այս մարդն ասեց, թե ախպերիջան, ռուսները պիտի պահպանեն Ղարաբաղը, ռուսները չի տեսչելան։ Հետո դու հայ ես, դու հայը չի կրվում Արցախցու համար, հայի համար։ Դու ինչ իրավունք ունես պահանջելու, որ ռուսը դա անի քո փոխարեն։ Եվ ցավոք, քանի որ Ղարաբաղցիքը իրենց խելքով շատ չեն փայլում, նրանք էլ են ասում, դե հա ռուսը պարտավոր էր փայլել։ Արա ռուսը ձեր հորիչն է։ Դուք չեք կրվում, դուք ձեր համար, մեկ ուրիշը գա այդ բանն անի, սա նույն նարատիվն է, ինչ լսում ենք 1920 դեպքերի համար։ Սրանք որ ասում են, թե ռուսները կիսեցին թուրքերի հետ մեր հողերը, որ դեմերը դնում ես, հետա դուք եք այս ամեն ինչը ստորագրել եւ պատերազմ եք դուք սկսել, դուք եք պատերազմ հայտարարել Մուստաֆա Քեմալին, դուք եք պարտվել, դուք եք Ալեքսանդրապոլը ստորագրել, ռուսների դու ինչ ես ուզում։ Հա, ջանդամ թե Վրացիա Սիմոնի հերնի անիծած, ինչ արի, ինչ չի արի, Խատիսյանի հերնի անիծած նույնպես, բայց դե ռուսները պարտավոր են նաեւ Կարսը հետ բերել։ Դա մի քիչ շատ չի լավ։ Ոչ թե լեկտիությունն է, անբարոյականությունն է, չէ, ինչ-որ գոնե մերսունակության սահմաններում պետք է լինեն։ Մենք գիտենք, որ լեկտիությունը անվերջ չէ։ Տգիտությունն անվերջ կատեգորիա է, ինչպես Էյնշտայնն էր ասում։ Տիեզերքի հետ համեմատելով։ Բայց լավ գոնե այդ ամեն ինչը մերսունակ, ձևի մերսունակության շրջանակներում լինի, չէ։ Ինչևէ, սրանց հաջողվեց թե Արցախի պատերազմի պարտությունը, թե Արցախի վերջնական հայտումը, սրանց հաջողվեց բավական վիրտուոզ աշխատանքի, վիրտուոզ մանիպուլյացիաների շնորհիվ կոպիտ ասած գցել ռուսների գրպանը։ Եվ այսօր հայ ժողովուրդը մեծամասնությամբ կարծում է, որ ռուսներն են գցել այդ ամեն ինչը, ռուսներն են զրկել մեզ եւ Ղարաբաղից եւ հայաթափել են Ղարաբաղը։ Եվ դե ինչ ասեմ, եթե մի ժողովրդի խելքի հետ կան այդ ժողովրդին ոնց անձամբ լավ բան չեմ ցանկանում։ Եվ դա ասած, երբ վաղը Պուտինը լուծարեց Ադրբեջանը Ուկրաինայից հետո, Ղազախստանից հետո կամ Ղազախստանից առաջ, ես Պուտինին իհարկե չեմ ճանաչում եւ երբեք չեմ հանդիպի կյանքում, բայց ում հետ որ ես շփվում եմ Ռուսաստանից, դրանք վերջին մարդիկը չեն, ես ասում եմ, որ կատեգորիկ չի կարելի հայերին վերադարձնել Ղարաբաղ, չի կարելի, որովհետեւ գարանտիա չկա, որ 30 տարուց մի հատ նոր գրանտակեր չի գա իշխանության, հա, Հայաստանը նույն բազմավեկտորությունը չի անի, նոր գրանտակեր չի գա, եւս մեկ անգամ Ղարաբաղը չի ծախի, հանուն մեծ Թուրանի, որը անգլոսաքսոնական 1000 տարվա մուրազն է, Ռուսաստանը քայքայելու համար։ Հետևաբար մի բերեք հայերին Ղարաբաղ, չեն կարող, այս մարդիկ Ղարաբաղցից ծնում են Հարությունյան արայիկներ, Բաբայան Սիամո ազգի հերոսներ։ Էս են այս մարդիկ։ Ծնում են նաև նրանց, ովքեր արտադրում են Բաբայան Սիամոներ եւ Հարությունյան արայիկներ։ Այս մարդկանց ո՞ց կարելի է Ղարաբաղին ման լավ բանը տալ։ Հերիկանից են չէ։ 1920-ի բանը խրաճ եղավ ռուսներին։ Կամ մեզ։ Ինչևէ։ Հիմա ինչ կանի, այսքան բանն արեց ժողովարդապետ Փաշինյան Նիկոլը, այս զլումը բերեց հայ ժողովրդի գլխին, հայրենազրկեց Արցախահայությանը։ Եվ այսօր շատ մաքուր էր այսօր, ասում որ ինքը երջանկություն ա բերել ժողովրդին, խաղաղություն ա բերել, որը ոչ Սարգսյանը, ոչ Քոչարյանը չկարողացան անեն, իրապես գերուղազան մեկավարել, սահմաններում չեն կրակում, այորոն էր, այդ որ աշխարհի որ երկրի սահմաններում չեն կրակում, հələ թող մի այդ գրանտակերները, այս Իվանեսյան Դանիելները տեղեկացված կլինեն, թող մի հատ այս խաղաղության մեջ ապրող հայ ժողովրդին զեկուցեն, թե տարեկան քանի ամերիկյան սահմանապահ է սատկում մեքսիկական սահմանում, նարքոկարտելների այնտեղ
այդ մարդկային տրաֆիկինգի պատճառով այդ բախումների ընթացքում։ Համենայն դեպս շատ ավելի շատ, քան Քոչարյանի 10 տարվա նախագահության ընթացքում։ Քոչարյանի օրոք 93 զոհ ունեցել 10 տարում։ Ամերիկայում տարեկան սատկեցվում է, առնվազն 30-40 սահմանապահ, դա փաստ է։ Այդ սամանում չկրակելը դուք դարձնում եք բան, ինչ-որ մի շատ կարևոր բան, բայց մի բանի անունը սաման է, իսկ այդ սամանը զինված մարդիկ են պահում, մեկ այլ զինված մարդկանցից, ոնց կարող են դեր միջադեպեր տեղի չունենալ։ Ինչևէ, ես փորձեցի հնարավորինս հակիրճ սրասխանքները ամփոփել Ղարաբաղյան թրեքի վրա, վաղ կշարունակենք նույն կետից, զրոյական կետից չենք սկսի և կփորձենք տեսնել, հասկանալ, թե ինչ է բերելու սա մեր գլխին, Սյունիքի, Սևանի և հետո Երևանի գլխին, հաջողության դեպքում, եթե Աստված չանի, հայ ժողովուրդը ընդհանրապես կորցնի խելքի բավականության վերջին կաթիլները և սրան ընտրի թույլ չտա, որ մեր դաշնակից Ռուսաստանը օգնի Կարապետյանին, Քոչարյանին սրանից ազատվել։ Առայժմ այսքանը, լավ մնացեք, նորից կխնդրեմ բաժանորդագրվել իմ տելեգրամյան և յութուբյան ալիքներում, շատ շուտով կհանդիպենք։